Բակտերիաներն ու վիրուսները շրջապատում են մեզ։ Դրանք մեր կյանքի մի մասն են, սակայն որոշները կարող են մեզ վարակել։ Հիշեք, թե երբ եք վերջին անգամ ջերմություն կամ տհաճ հազ ունեցել։ Ձեր հիվանդ լինելու պատճառը հավանաբար այն էր, որ դուք վարակված եք եղել վիրուսով կամ բակտերիայով։ Հիվանդ լինելը իսկապես տհաճ է։ Բարեբախտաբար կան բազմաթիվ եղանակներ, որոնցով կարող եք պաշտպանել ձեզ և ուրիշներին վարակվելուց։ Օրինակ, դուք կարող եք հաճախ լվանալ ձեռքերը, հազալից և փռշտալից ձեռքով ծածկել բերանը, ինչպես նաև ճիշտ լվանալ ու պատրաստել սնունդը։ Կան նաև այլ զենքեր, որոնք պաշտպանում են ձեզ, սովորեցնելով ձեր իմունային համակարգին պայքարել վարակների դեմ։ Դրանք կոչվում են պատվաստանյութեր։ Պատվաստանյութերը մանրակրկտորեն մշակվում են լաբորատորիաներում։ Շատերը պարունակում են վիրուսի կամ բակտերիաների անվնաս տարբերակ կամ մասնիկ։ Սովորաբար պատվաստանյութերը ներարկվում են ձեր թևի մեջ շատ բարակ ասեղի միջոցով։ Դա կարող է մի քանի վայրկյան աննշան ցավ պատճառել, սակայն մարդկանց մեծ մասը նույնիսկ դա չի զգում։ Պատվաստանյութի ներարկումից հետո ձեր մաշկը կարող է մի փոքր կարվրել և այտուցվել։ Երբ պատվաստանյութը մտնում է ձեր օրգանիզմ, ձեր իմունային համակարգը ակտիվանում է և սկսում պատրաստվել հակահարվածի այնպես, ինչպես կպայքարեր իրական վիրուսի կամ բակտերիաների դեմ։ Մինչ ձեր իմունային համակարգը զբաղված է մարզվելով, դուք կարող եք զգալ թեթև հոգնածություն կամ նույնիսկ ունենալ ցածր ջերմություն։ Դա լավ նշան է։ Նշանակում է դուք ստեղծում եք հակամարմինների և B վետերան բջիջների բանակ, և ապագայում նույն վիրուսին կամ բակտերիային հանդիպելու դեպքում այդ բջիջները կճանաչեն և կհիշեն թշնամիներին և անմիջապես կպայքարեն նրանց դեմ, նախքան նրանք ձեզ կհիվանդացնեն։ Մեր իմունային համակարգին ներխուժող վիրուսներին և բակտերիաներին հիշելու ունակությունը ամենաուժեղ պաշտպանությունն է, որ մենք ունենք վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար։ Մենք օգտագործում ենք պատվաստանյութերը պատրաստելու և մարզելու մեր իմունային համակարգի արձագանքը, որպեսզի կարողանանք պաշտպանել մեզ և ուրիշներին։